Նախ 21-րդ դարի մարդու համար չէ միայն, բոլոր ժամանակներում եւ բոլոր դարերում հարության տոնը իր նույն խորհուրդը պահպանել է եւ այդտեղ ոչինչ չի փոխվել։ Սուրբ հարության տոնը հաղթանակի տոն է։ Միշտ հաղթանակի արդյունքում լինում է եւ ուրախություն եւ ցավ։ Հարության հաղթանակի պարագային պարտվող կոպ չկա։ Իհարկե շատ ավելի բարդ է, ավելի դժվար է թվում պատասխանատվություն վերցնել, բարիք ստեղծել, ստեղծագործ կյանքով ապրել, սիրելուց սկսել, սիրով շարունակել, որովհետեւ ամեն ինչի մեջ սերն է կարևոր։ Ոչինչ չանելով մեր կյանքում ոչինչ չի փոխվում։ Երբ որ Քրիստոսին խաչեցին, բոլորը մտածեցին, թե ամեն ինչ ավարտվեց, որովհետեւ էգոիստ ենք, դրա համար չենք կարողանում սիրել։ Թեև ես չեմ կարծում, որ սիրելը բարդ բան է, բարի լինելը բարդ բան է կամ դժվար։ Ոչ, ընդհակառակը։ Բարև ձեզ։ Շուտով կավարտվի մեծ պահքը եւ ապրիլի 20-ին կտոնենք քրիստոնյաներիս համար ամենակարևոր օրերից մեկը՝ Սուրբ Հարության տոնը։ Այսօր խոսելու ենք Սուրբ Հարության տոնի մասին։ Տաղավարում Տեր Եսայի քահանա Արթենյանն է։ Տեր հայր, շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ եք ու հնարավորություն ունենք ձեզ հետ խոսելու այս կարևոր օրվա մասին։ Շնորհակալություն։ Տեր հայր, 21-րդ դարում ապրող մարդու համար ինչ նշանակություն պետք է ունենա Քրիստոսի հարությունը եւ ինչպես կարող ենք այն ընդունել ոչ միայն որպես անցյալի իրադարձություն։ Նախ 21-րդ դարի մարդու համար չէ միայն, բոլոր ժամանակներում եւ բոլոր դարերում հարության տոնը իր նույն խորհուրդը պահպանել է եւ այդտեղ ոչինչ չի փոխվել։ Ուրիշ հարց է, որ մենք մեր առաջ խնդիր ենք դնում այս տոնը ինչ որ հիշատակում է պատմական մի իրադարձության, որ եղել է 2000 եւ ավելի տարիներ առաջ, թե մի իրողություն է, որը իրականում տեղի ունենում այսօր մեր օրերին։ Իհարկե ամբողջ խորհուրդը Սուրբ Հարության եւ ծիսական եւ աստվածաբանական խորհուրդը մեզ հենց դա է վկայում եւ դա է սովորեցնում, որ Սուրբ Հարության տոնը մի իրողություն է, հոգեվոր մի խորհուրդ է, որը կատարվում է հենց հիմա եւ այս պահին։ Եվ յուրաքանչյուրս Հարության տոնի խորհրդով կոչված ենք ինքներս ներսից, մեր հոգով, մեր սրտով, մեր մտքով հարություն առնելու, վերափոխելու մեր կյանքը։ Եվ այս հարության խորհուրդը մեզ համար մեր հոգևոր կյանքի հիմնասյունն է, առանց որի չկա քրիստոնեություն եւ չկա հավատք։ Հետևաբար յուրաքանչյուր եւ դրա նաեւ վկայությունը այն է, որ մենք պահք ենք պահում, փորձում ենք պատրաստվել, փորձում ենք մեր ընթացքը շտկել, մեր կյանքը սրբագրել, ինչի համար են այս բոլորը։ Հենց նրա համար, որ մենք կարողանանք նորովի մեր կյանքը ապրել եւ մեր կյանքը Քրիստոսի հարության լույսով զարդարել։ Տեր հայր, իսկ ինչ կարող ենք ասել այն մարդկանց, ովքեր պահք են պահում, տոնում են Սուրբ Հարության տոնը, բայց այդքանից հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, այսինքն շարունակում են ապրել իրենց սովորական առօրյայով։ Այդ նշանակում է, որ ամեն ինչ իզուր է։ Ես չգիտեմ այդ մարդկանց ինչ պետք է ասել, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ որոշում է պահք պահել, կարևոր չի դրդապատճառը որն է կամ իր մտածումները ինչ են, յուրաքանչյուր մարդ գոնե հասկանում է, որ հոգևոր կյանքում թե պահք պահելը, թե աղոթական կյանքը, թե պատարագներին մասնակցելը, այդ ամեն ինչը ձևական չպիտի լինի։ Եվ եթե այդ ամեն ինչը արվում է ձևականորեն, ուրեմն բնականաբար ամեն ինչ իզուր է։ Հետևաբար միշտ էլ մենք հորդորում ենք մարդկանց եւ դա նաեւ ավետարանական պատգամ է մեզ յուրաքանչյուրիս, որ եթե մի բան անում ես, պիտի անես հոգով, եւ դա իրականում քո կյանքում պիտի բերի փոփոխություն, չէ՞ որ Քրիստոս ավետարանում այդ վկայությունը բազմաթիվ է, որ Քրիստոս փարիսեցիներին ինչի համար էր քննադատում, հենց այդ ձևապաշտության, երբ որ մարդիկ ծեսերը, արարողությունները իրականացնում էին պարզապես դրանց արտաքին ձևին հետևելով, ներքին բովանդակություն անտեսելով։ Քրիստոս բազմաթիվ անգամ մեզ զգուշացնում է, որ օրենքը պետք է պահել, բայց ոչ թե օրենքի տառին, այլ օրենքի ոգուն հետևելով։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, եթե մենք անում ենք մի բան, մեզ համար պիտի իմաստավորվի դա եւ պիտի արժեվորվի, եթե իրականում մեր կյանքում ինչ-որ բան փոխվում է։ Հետևաբար, եթե ոչինչ չի փոխվում, ուրեմն ամեն ինչ իզուր է։ Գրեջ, մեր կյանքում այսօր դժվար ժամանակներ են, անորոշություն, ցավ, տագնապ։ Արդյոք Սուրբ Հարության տոնը կարող է դառնալ պատգամ մեզ համար, որ շարունակենք պայքարել։ Միանշանակ, որովհետև Սուրբ Հարության տոնը հաղթանակի տոն է։ Եվ դա նաև հետաքրքիր է այն իմաստով, որ հաղթանակներ աշխարհում շատ են լինում, բայց սովորաբար մարդկային ընկալումների մեջ եւ մարդկային կյանքում հաղթանակները միշտ երկակի են։
միշտ հաղթանակի արդյունքում լինում է եւ ուրախություն եւ ցավ։ Այսինքն հաղթող կողմը ուրախանում է, պարտվող կողմը տխրում է կամ ցավ է ապրում։ Այն ցավը, որ այսօր մենք ապրում ազգովի եւ շատ ու շատ մազգերի շատ ու շատ մարդկային հարաբերությունների մեջ էլ այդպես է, չէ՞, եթե երկու հակառակորդ կողմեր վիճաբանում են, մի կողմը հաղթում է, բնականաբար ինքը ուրախանում է, մյուս կողմը տխրում է։ Քրիստոսի հարության հաղթանակի պարագային պարտվող կողմ չկա, եւ Քրիստոսի հաղթանակը միակն է ամբողջ աշխարհում, այս իմաստով, որ այստեղ պարտվողներ չկան, այստեղ բոլորը հաղթողներ են։ Եվ որովհետև Քրիստոս հանուն եսասիրության չէ, որ հաղթեց մահվանը, այլ հանուն մեր փրկության եւ հանուն նրա, որ այդ հաղթանակը դառնա բոլորինը։ Եվ այստեղ պարտվողներ չկան, նաեւ կարեւոր են գծել այս հանգամանքը այն իմաստով, որ Քրիստոսի հաղթանակը բոլորինն է, ու սա նաեւ մեզ ուժ է տալիս, սա մեզ հույս է տալիս այդ հաղթանակը մեր կյանքում ավելի զորացնելու, նոր հաղթանակներ հոգևոր առումով նաև, նոր հաղթանակներ ստեղծագործական առումով, նոր հաղթանակներ որդեգրելու եւ ունենալու։ Այսինքն նաև ուժ է տալիս դիմադրելու։ Միանշանակ եւ նաև մեզ ուժ է տալիս դիմադրելու, պայքարելու եւ մեր կյանքում, ազգային կյանքում, հասարակական կյանքում նոր հաղթանակներ կերտելու։ Ես այս սկզբում խոսեցիք այդ մասին, ուզում եմ մի փոքր բացենք։ Ինչպես պետք է մարդը ապրի հարության լույսով։ Ամենակարևորը լավատեսությունն է, որ մարդը պիտի ապրի։ Տեսեք, երբ որ մարդը մրսում է, հա, ինքը գնում է կրակին է մոտենում, որպեսզի ջերմանա տականա։ Երբ որ մարդը խավարի մեջ է խարխափում, ձգտում է դեպի լույսը, երբ որ մարդը սոված է, մոտենում է սեղանին։ Այսինքն այստեղ կարևոր են գծել առաքյալի խոսք, որ ասում է Քրիստոս եղավ ամեն ինչի մեջ մեզ համար։ Այսինքն Քրիստոս եւ մեր հացն է, եւ լույսն է, եւ ջերմությունն է, եւ հաղթանակն է, եւ մխիթարությունն է։ Հետևաբար այսօր շատ կարեւոր է, որ մենք այդ սերը մեկս մյուսի նկատմամբ առհասարակ մեր կյանքում բարոյական արժեքները դարձնեն գործնական, ոչ թե պարզապես խոսենք դրանց մասին։ Եվ եթե մենք իրապես ուզում ենք մեր կյանքում ինչ-որ բան փոխվի, մենք պիտի կարողանանք այդ հարության լույսով զորացած Քրիստոսի շուրջ համախմբված, Քրիստոսով զորացած մեր կյանքը կառուցել։ Եվ այստեղ ավելի շատ ոչ թե պետք է խոսել այդ արժեքների մասին, պետք է պարզապես ապրել այդ արժեքներով։ Ես վստահ եմ, որ եթե մարդը լավատեսությամբ եւ հույսով է նայում կյանքին, իր ներկային, իր ապագային, ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ կկարողանա այդ արժեքները իր կյանքի ընթացքում իրականացնել եւ այդ արժեքներով ապրել։ Ոչ մի դժվար, ոչ մի բարդ բան չկա։ Բոլորիս թվում է, թե ապրենք սովորական կյանքով, ոչինչ չանելով, այն որ շատ հաճախ ասում են, շարո փորձանքից հեռու, պատասխանատվություն չվերցնենք, ուղղակի մեր գոյությունը պահպանենք, մեր օրվա հացը վաստակենք, այդպես մեր համար ապրենք մեր այդ ամենամինիմալ պահանջները բավարարելով, սա ամենատխուր, ամենադժբախտ կյանքն է, որ երբևէ կարելի է պատկերացնել։ Իհարկե շատ ավելի բարդ է, ավելի դժվար է թվում պատասխանատվություն վերցնել, բարիք ստեղծել, ստեղծագործ կյանքով ապրել, բայց երբ որ դու մտնում ես այդ տեմպի մեջ եւ որոշում ես, որ ինչ որ բան պիտի անես այս կյանքում, ոչ միայն ստամոքսդ լցնես, այլ ինչ որ բան պիտի անես, հանուն դիմացինի, հանուն Աստծո, հանուն երկրի, հանուն քո ժողովրդի, հանուն քո կողքինի, թեկուզ մեկ հոգու, այդ ժամանակ քո կյանքը բոլորովին փոխվում եւ լուսավորվում է։ Այդ ժամանակ դու կարող ես դառնալ աշխարհի ամենաերջանիկ մարդը, որովհետեւ այդ պայքարի մեջ է իրական երջանկությունը, որ մենք կարող ենք ապրել, հոգեվոր մխիթարությունը, որ մենք կարող ենք ապրել։ Եվ այս առումով հեչ կարևոր չի մենք ինչ արդյունքների կհասնենք, կարևոր այդ պայքարի մեջ լինելն է։ Ու սա ամենակարևոր պատգամն է մեզ Քրիստոսից։ Որտեղից սկսենք Տեր Հեր սիրելուց։ Այո, սիրելուց սկսել, սիրով շարունակել, որովհետև ամեն ինչի մեջ սերն է կարևոր։ Տեր Հեր, Սուրբ Հարության տոնը ինչպես կարող է դառնալ առիթ, որ վերարժևորենք մեր կոչումն ու առաքելությունը։ Հարության խորհուրդը, եթե մենք լիարժեք գիտակցում ենք եւ հասկանում ենք, որն էր այստեղ ամենակարևոր առանցքը, որ վերջին խոսքը ամեն դեպքում մահվանը չի, այլ կյանքինն է, եւ Քրիստոս հենց սա մեզ վկայեց իր իսկ հարությամբ։ Ու կյանքի մեջ է մեր առաքելությունը,
կյանքը վերաիմաստավորելու, կյանքը արժևորելու, կյանքը մեզանով լցնելու։ Այս այնքան կարևոր է հասկանալ ու գիտակցել, որ եթե մենք չենք հուսահատվում, դժվարություններ, փորձություններ մեր կյանքում շատ կլինեն։ Աստված տա, որ դրանք ընդհանրապես չլինեն կամ ավելի քիչ լինեն, քան թե որ հիմա մենք ունենք, բայց նաև հասկանում ենք, որ այդքան էլ իրատեսական չի մեր այս ցանկությունները։ Միշտ էլ կյանքը դժվարություններով ու փորձություններով լեցուն է, բայց ամենակարևորը, երբ որ մարդը չի հուսահատվում, երբ որ մարդը միշտ գիտի իր անելիքը։ Այստեղ որևէ մոգական միջոցների ապավինելու կարիք մենք չունենք։ Ոչինչ չանելով մեր կյանքում ոչինչ չի փոխվի։ Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում, ինչից որ մենք շատ դժգոհում ենք կամ ինչ-որ բան մեզ եթե դուր չի գա, ուրեմն մենք ինքներս պիտի գործենք։ Մարդու առաքելությունը ո՞րն է կյանքում։ Սիրով լցնելու իր շուրջը, բարիք ստեղծելու, բարությամբ ապրելու, այստեղ շատ բարդ բաների մասին խոսելու կարիք չկա։ Մարդու առաքելությունը մարդ լինելն է։ Ուղղակի մարդ պետք է լինել եւ մարդ լինելու ամենակարևոր պայմանը բարությամբ նայել շուրջը, սիրով լցնել շուրջը։ Քրիստոս իր հարությամբ հենց սա ցույց տվեց մեզ եւ լինել հաստատակամ, որովհետեւ տեսեք, երբ որ Քրիստոսին խաչեցին, բոլորը մտածեցին, թե ամեն ինչ ավարտվեց։ Հարցը լուծվեց, Քրիստոս հանցագործ էր փարիսեցիների կամ հրեաների աչքին, Պիղատոսի կամ հռոմեացիների համար խանգարող, խառնակիչ մեկն էր, որոշ մարդկանց համար, որոնք անտարբեր էին Քրիստոսի անձի նկատմամբ, պարզապես ոչ մի բան տեղի չունեցավ, շատ մարդկանց էին խաչում, Քրիստոսն էլ դրանցից մեկն էր իրենց պատկերացմամբ, եւ կային մարդիկ, շատ ավելի քիչ թվով մարդիկ, ովքեր որ հավատում եւ սիրում էին Քրիստոսին եւ այդ ցավն էին ապրում Քրիստոսի խաչելության եւ մահվան։ Բայց երբ որ նայում ես այս պատկերին, հա, խաչի դիմաց տարբեր մարդիկ էին, անտարբեր, թշնամի, Քրիստոսի հանդեպ չարությամբ լցված, Քրիստոսին սիրող եւ հավատացող մարդիկ էին։ Տարբեր մարդիկ խաչելության այդ տեսարանի ներկայի էին։ Եվ այստեղ այս պատկերի մեջ ամբողջ աշխարհն է։ Մենք էլ մեկս անտարբեր է, մեկս թշնամաբար է նայում, մեկս հավատում է։ Ամեն մարդ տարբեր հայացքով է նայում Քրիստոսին։ Բայց խաչի վրայից Քրիստոսի հայացքը երբեք չի փոխվում դեպի մեզ։ Ինքը միշտ նույնն է։ Ու կապ չունի դու դեմք ունես, չունես, դու հավատում ես, չես հավատում, ուզում ես Քրիստոսին խաչել, չես ուզում Քրիստոսին խաչել։ Քրիստոս բոլորիս նույն հայացքով է նայում։ Եվ Քրիստոսի համար մենք բոլորս նույն մարդիկ ենք։ Պարզապես մենք ինքներս պիտի հասկանանք մեր մարդ լինելու առաքելությունն ու կոչումը եւ հարության տոնի խորհրդի ամենակարևոր պայմանը ոչ միայն նա է, որ մենք ճանաչենք հարության Քրիստոսին, այլ նաեւ այդ լույսի ներքո ճանաչենք ինքներս մեզ ու մեր առաքելությունը։ Դեր եսայի թվում է շատ པարզ բաների մասին ենք խոսում, սիրել, բարի լինել, բայց ինչի է այսօր այդ ամեն ինչը մեզ համար այդքան բարդ թվում։ Որտեւ էգոիստ ենք։ Որովհետեւ էգոիստ ենք, դրա համար չենք կարողանում սիրել։ Թեև ես չեմ կարծում, որ սիրելը բարդ բան է, բարի լինելը բարդ բան է կամ դժվար։ Ոչ, ընդհակառակը։ Դա մեր էությունն է, յուրաքանչյուր մարդ կարող է այդպեսին լինել։ Այստեղ ոչ մի բարդ բան չկա, պարզապես պետք է մարդ լինել, ուղղակի։ Մարդը իր ներսում պիտի ներկա լինի։ Իր կյանքում ինքը պիտի ներկա լինի եւ այդ իր ունեցածին տեր պիտի լինի։ Այն ամեն ինչ, որ Աստված իրեն իբրև շնորհ տվել է։ Մենք ենք, որ ամեն ինչ բարդացնում ենք մեր չարած արդարացնելու համար, մեր չարությունը արդարացնելու համար։ Դրա կարիքը չկա, պարզապես մարդ պետք է լինել։ Հենց հարության տոնը դրա նաև պատգամն է, որ մարդ եղիր։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում խոսում էինք Սուրբ Հարության տոնի սիրո մարդ լինելու մասին։